Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ դե Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա, այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հրավերով։ Այս մասին այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Այցը հաստատեցի, բայց մնացած մանրամասների համար դիմեք վարչապետի մամուլի ծառայությանը, նշեց Սիմոնյանը, ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Էրդողանն է հրավեր ուղարկել Փաշինյանին։ Ալեն Սիմոնյանը միևնույն ժամանակ Փաշինյանի այցը Թուրքիա պատմական է որակել։ Այդ ընթացքում տարածաշրջանային բոլոր հարցերը քննարկվելու են։ Կարծում եմ, այդ այցը պատմական է, քանի որ Հայաստանի Հանրապետության ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու, ասել է նա։ Հիշեցնենք, վերջին անգամ Փաշինյանը Թուրքիայում եղել էր աշխատանքային այցով 2023-ի հունիսի 3-ին, երբ մեկնել էր Էրդողանի երթմնակալության արարողությանը մասնակցելու։ Ազգային ժողովն այսօր միաձայն 87 դեմ ձայներով մերժեց ՔՊԱ-կան պատգամավոր Հայկ Սարգսյանի սկանդալային նախագիծն ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը, որով նա առաջարկում էր խոշոր գումար վճարելու դիմաց բանակում 1 կամ 4 ամիս ծառայել։ Ընդամենը 3 Սարգսյանը վստահություն էր հայտնել, որ նախագիծը կներառվի օրակարգում, քանի որ պատգամավորների մեծամասնությունը կողմ են դրան։ Այսօր ինքը Սարգսյանը դեմ քվեարկեց սկանդալային նախագծին։ Հիշեցնենք, որ սկանդալային նախագծով Հայկ Սարգսյանը հետևյալ գնացուցակներ առաջարկում Հայաստանի 18-ից 32 տարեկան քաղաքացիների։ Ծառայել 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, այսինքն ավելի քան $60,000, կամ 4 ամիս եւ վճարել 18 միլիոն դրամ, ավելի քան $47,000։ Ռուսաստանաբնակ գործարար Տաշիր գրուպ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն արձագանքել է հայ առաքելական եկեղեցու դեմ քաղաքական իշխանությունների սկսած արշավին։ Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Սամվել Կարապետյանին հայախառնգրանման արձագանքել է Նիկոլ Փաշինյանը, որը եթերային էթիկայից ելնելով չենք կարող մեջ բերել, սակայն այն կարող եք տեսնել ձեր էկրաններին։ Փոխարենը Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անպատասխան է թողել լրագրողների հարցերը եւ հեռացել։ Լրագրողները ֆիքսել են, որ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովի սրճարանում զրուցում էր Ալեն Սիմոնյանի եւ ՔՊ պատգամավորների հետ։ Երբ կառավարության ղեկավարը հեռանում էր խորհրդարանից, լրագրողներից մեկը նրան հարց ուղղեց. «Որքան եք խուսափելու լրագրողների հարցերից»։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ավանդաբար միշտ խուսափում եմ, թող այդպես էլ մնա»։ Այսօր լրագրողները արդարադատության նախարար Սրփուի Գալյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավի մասին, մանավանդ որ շրջանառվում է, թե դա սահմանադրական կարգի տապալում է։ Գալյանն ի պատասխան նշեց, թե ստիպված է դասախոսություն կարդալ, թե ինչ է սահմանադրական կարգի տապալումը, սակայն լրագրողները նրան հորդորեցին դասախոսությունը լսարանում կարդալ եւ հարցերին պատասխանի ըստ էության։ Արդեն որերորդ անգամ է ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ-որ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր իրականում շատ տարօրինակ եւ անհարգալից պահվածքին։ Եթե դուք ինձ հրավիրում եք հարցազրույցի, բարի եղեք լսեք այն, ինչ ես եմ ասում, ասաց նա։ Ճշտող հարցին եկեղեցու գործերին միջամտելու իրավունքով ունի, պետությունը ունի, Գալյանն ասաց։ Եկեք հարցը հետեւյալ համատեքստում դիտարկենք։ Եկեղեցին սահմանադրական մարմին է, թե ոչ։ Երբ լրագրողները նրան ընդհատեցին, նախարարը կիսատ թողեց ճեպազրույցը։ Եթե բարի լինեք մյուս անգամ լսեք, ես ձեր ժամանակ կտրամադրեմ, կպատասխանեմ, ասաց նա։ Երբ լրագրողները նրան ընդհատեցին ու ասացին, որ նախարարը չի կարող այդպես խոսել իրենց հետ, Գալյանն ասաց, որ հրավիրում է բոլոր լրագրողներին արդարադատության նախարարություն էթիկայի դասընթացների կազմակերպելու քննարկում իրավական լրագրության մասին։ Ի պատասխան լրագրողներից մեկն ասաց. «Գուցե Փաշինյանին հրավիրեք էթիկայի դասընթացների նման բառապաշարով խոսելու համար»։ Ալեն Սիմոնյանը շատ ուրախ է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն դատի է տվել։ Որ իմանայի դատի է տալու, պատրաստ էի պետական տուրքը վճարել։ Հիմա դիմել է 9 միլիոն դրամ փող է ուզում ինձնից, վստահ եմ 200 միլիոնի դիմաց 9 միլիոնը բան չի փոխի, բայց չեմ կարծում, որ ինքը հաղթելու է այդ դատը։ Ինչ ես պետք է ապացուցեմ իմ ասածները, որ ես իմ գնահատականները տվել եմ, այսինքն այն բանը, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում եմ մարդասպան լինելու մեջ մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի Պողոս Պողոսյանի, դրանք ես պետք է ապացուցեմ։ Կարծում եմ ինքը պետք է գա ապացուցի, որ ինքը մարդասպան չէ, թալան
Թալանչի չէ, ասել է Սիմոնյանը։ Երկրորդ նախագահը Սիմոնյանից պահանջում է հրապարակայնորեն հերքում հրապարակել Facebook-յան պաշտոնական էջում, ինչպես նաև նրանից բռնագանձել 6 միլիոն դրամ զրբարտության եւ 3 միլիոն դրամ վիրավորանքի համար, որպես հասցված ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Հիշեցնենք, հունիսի 19-ին Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանին անվանել էր մարդասպան, Թալանչի, կոռումպացված անձնավորություն, որը Հայաստանի Հանրապետություն խոպան էր եկել իր թայֆայով։ Իրանի եւ Իսրայելի միջև առճակատումը չի հանգուցալուծվում, արդեն 5-րդ օրը կողմերը շարունակում են հարվածել միմյանց։ Իրանն այսօր հրթիռակոծել է Իսրայելի տարբեր հատվածներ, կանավերածություններ, տուժածների մասին չի հաղորդվում։ Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսը պնդում է, որ այսօր հարվածել է Իսրայելի հետախուզության եւ հատուկ գործողությունների ինստիտուտի Մոսադի օպերատիվ կենտրոնին, ապա զգուշացնում է, որ ավելի ինտենսիվ հարձակումներ կլինեն։ Իսրայելը եւս հարվածել է Թեհրանին, հակաօդային պաշտպանության համակարգերն ակտիվացել են նաեւ Նաթազում, որտեղ միջուկային օբյեկտ կա։ Իսրայելի զինուժը պնդում է, որ գիշերը սպանել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին։ Թեհրանը չի հաստատել տեղեկությունը։ Իսրայելը երեկ էլ հարվածել էր Իրանի հանրային հեռուստաընկերությանը։ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ մեկ հեռախոսազանգով կարող է կանգնեցնել Իսրայելի հարձակումները։ Ըստ Աբբաս Արաղչիի դա կօգնի վերադառնալ դիվանագիտությանը։ Իսրայելը պետք է դադարեցնի իր ագրեսիան եւ եթե մեր դեմ ռազմական ագրեսիան լիովին չդադարեցվի, մեր պատասխանները կշարունակվեն, ասել է Արաղչին։ ԱՄՆ-Իրան բանակցությունները, որոնք փաստացի տապալվեցին Իսրայել-Իրան պատերազմի պատճառով, Հայաստանի համար միանշանակ դրական հետևանքներ էին ունենալու պայմանավորվածությունների հասնելու դեպքում։ Այս մասին գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, ապա նշում նույնը վերաբերում է նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը, որտեղ եւս զգալի առաջընթաց չկա։ Սրանք գործընթացներ են, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար։ Դրանց վիժեցումը եւ դրա հետևանքով Ռուսաստանի եւ Իրանի դիրքերի թուլացումը, հետեւաբար ազդեցության նվազումը Հարավային Կովկասում, հատկապես ԱՄՆ-ի պասիվ դիրքավորման ֆոնին խախտում են տարածաշրջանի ուժերի առանց այդ էլ նուրբ բալանսը։ Արդյունքում Թուրքիան Հարավային Կովկասում դառնում է առավել ազդեցիկ եւ ուժեղ խաղացող, իր տարածաշրջանային շահերը նաեւ Ադրբեջանի միջոցով առաջ մղել ունակությամբ։ Խոսքը վերաբերում է նաեւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, որը ոչ միայն կապում է Ադրբեջանն ու Թուրքիան, այլև ողջ թյուրքական աշխարհը, գրել է Սարգսյանը։ Նա հավելել է, որ եթե առաջիկա օրերին Թրամփը հայտարարի Իրանի դեմ որոշ գործողությունների միանալու կամ Իսրայելին ռազմական աննախադեպ օգնություն տրամադրելու մասին, ապա իրավիճակը մեզ համար առավել կբարդանա։ Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում, ժամը 13:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Խնիր վարած Opel Maqnishի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի M2 մայրուղու Արտաշատ բնակավայրի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն Արարատի մարզի բնակիչ 87-ամյա Լևիկ Մ-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահումն արձանագրել է հետիոտնի մահը։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Շամշյան-Քոմի փոխանցմամբ այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09:45-ի սահմաններում Մարտունի Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրի հատվածում բախվել են Mitsubishi եւ Nissan Maqnishi ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն գործել են Մարտունու շտապօգնության բժիշկների հերթապահ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։